թե մոլեգին մեղանչումը եւ թե ուժգին զղջումը մարդուն տանում են հուսահատության, ասում է Սուրբ Գրիգոր Նարեկացին։ Եվ եթե մեր ամբողջ կյանքը նայենք, մենք կտեսնենք այս երկու ծայրահեղությունների մեջ ենք։ Կամ մոլեգին մեղանչում ենք, կամ էլ ուժգին զղջում ենք։ Կամ այրվում ենք, եռում ենք, կամ էլ սառչում ենք, դողացնում ենք։ Մենք պետք է փորձենք այս երկու ծայրահեղություններից հեռու լինել։ Սիրակի իմաստության մեջ հետաքրքիր մի խոսք ասում է. դերևիր մեղքը մտքիդ մեջ ասում է զղջա։ Դերևդ մտքիդ մեջ ասում է զղջա մեղքը, որպեսզի չհասնի գործի։ Իսկ մենք մտքի մեջ չենք զղջում մեր մեղքը, թույլ ենք տալիս, որ տարվում ենք, գայթակղվում ենք, սիրտ անցնի, մարմին անցնի, հա, եւ որքան որ մեղքը տարածվում է, այնքան հետ դառնալը վտանգավոր է լինում, հա, եւ որքան որ մենք մոլեգի մեղանչում ենք, այնքան վտանգ կա ուժգին զղջալու։ Այսինքն մենք միշտ պետք է սահման դնենք, անընդհատ կրճատենք մեղքը, առընդհատ հնարավորինս, հա, ծայրահեղության մեջ չընկնենք։ Գիտես, այս համակարգը նաև ամեն տեղ է գործում։ Ոչ միայն մեղքի մեջ, չէ։ Կարող է մարդը այդպես մեծ մեղքեր էլ չգործի, հա, մոլեգին չմեղանչի, ուժգին չզղջա, բայց հոգևոր կյանքում տարուբերված լինի, ծայրահեղությունների մեջ լինի, հա։ Օրինակ բերեմ։ Օրելով չաղոթի, մի օր նստի 10 գլուխ ավետարան կարդա, նարեկ կարդա, կամ պահքեր չպահի ընդհանրապես մի շաբաթ ծոմ պահի, մի քանի օր ծոմ պահի։ Սա էլ կարծես մի օրինակ լինի մոլեգին մեղանչելու եւ ուժգին զղջելու։ Ավելի լավ է կարգ ու կանոնով աղոթել, հա, օրը որոշակի քանակ, բայց միշտ ավելի լավ է եկեղեցու կարգ ու կանոնով դրված պահքերը պահել, հա, եկեղեցի տարվա ընթացքում 3 տեսակի օրեր է սահմանել. պահք, նավակատիք, ուտիք։ Պահեցողության կերակուրները բուսականն են, նավակատիքը ծկնեղ են, ձվեղ են, ուտիքն են, մսեղ են, ազատ ենք ամեն տեսակ կերակուտ է։ Եթե մենք եկեղեցու կարգ ու կանոնին փորձենք հետևել, այս բոլոր կարգ ու կանոնները պահել, պարտադիր ամենօրյա որոշակի քանակով աղոթք անել, պահեցողությամբ, աղոթքով ապրել, ապա մենք չենք ընկնի ծայրահեղությունների մեջ։ Ծայրահեղությունը գալիս են, երբ որ մենք այս կարգ ու կանոնից հեռանում ենք։ Ուրեմն մենք պետք է փորձենք պահել այս կարգ ու կանոնը, եւ գիտեք, երբ որ այս կարգ ու կանոնը չես պահում, քո մոտ գալուս է հուսահատություն, հա։ Այսինքն դու ճիշտ չես պայքարում, ճիշտ չես ապրում քրիստոնեական, իսկ երբ որ սխալ ես ապրում քրիստոնեական կյանքդ, այն ժամանակ հավատքիդ վնաս ես, դու ինքդ հավատքդ վնասում ես, իսկ հավատքը վնասելը շատ վտանգավոր բան է, հա։ Այս կարգ ու կանոնը շատ կարևոր է քրիստոնյայի կյանքում, ոչ միայն մեղք գործելու մեջ, այլ նաև քրիստոնեական ընթացքի մեջ, ինչ է նշանակում լինել քրիստոնյա, ավետարանը կարդալ եւ պատվիրանները պահել, առաջին պայման։ Իսկ սա մենք երբեմն չենք անում, երբ դու ավետարանը չես կարդում, միգուցե պատվիրանները չես ճանաչում, ավետարանն ինչ է, ուղենիշ է մեզ։ Ինչպես Դավիթ Մարքյան ասում, Տեր, քո պատվիրանները լույս են իմ ճանապարհին, Աստծո պատվիրանները դրանք լույս են, երկնքի արքայության ուղենիշն են, ուղեցույցն են, որ մենք գնանք դեպի երկնքի արքայություն։ Եթե ավետարանը կարդում ենք եւ պատվիրանները պահում ենք, առաջին մեր քրիստոնեական պարտականությունը կատարեցինք։ Երկրորդ աղոթք պետք է անենք։
Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է չաղոթող քրիստոնյան հեթանոսից վատ է, որտեղ ասում է հեթանոսները իրենց չաստվածների պաշտամունքը կատարում էին, իսկ քրիստոնյան եթե չի աղոթում, ուրեմն հեթանոսից վատ է, իր ճշմարիտ Աստծուն չի պաշտում, իսկ հեթանոսները իրենց սուտ աստվածներին պաշտում էին։ Եվ երրորդ, պետք է կիրակի օրը գնալ պատարագի։ Կիրակի նշանակում է Տեր ունի, Աստծո օրն է։ Սուրբ Հովան Ոսկեբերյանն ասում է շաբաթը 168 ժամ ունի, այդ 168 ժամից ընդամենը երկուսը, պատարագի 2 ժամերը պետք է մենք Տիրոջը նվիրենք։ Բոլորանվեր գնանք մասնակցենք պատարագին։ Բայց երբեմն մենք այդ 168-ից երկուսն էլ Աստծուն չենք ուզում նվիրել։ Ուրեմն այս 3 կարևորագույն հանգամանքներ՝ ավետարան, պատվիրանապահություն, աղոթք, պատարագ։ Եթե մենք սրանք լիարժեք ձևով անում ենք, ապա քրիստոնյա ենք։ Ապա ընթանում ենք դեպի հավիտենական կյանք, երկնքի արքայություն եւ չենք ընկնի ծայրահեղությունների մեջ, հա։ Երբ որ այս 3-ից որևէ մեկի մեջ թերանում ենք, արդեն սասանվում է մեր հավատքը, հա։ Այդ ժամանակ ճարահատյալ ընկնում ենք ծայրահեղությունների մեջ, հեռանում ենք, հետո ուզում ենք ուժ տանք, որ հասնենք։ Հետ ենք ընկնում, պիտի վազենք, հիմա էլ շուշնենց փչում, չէ։ Պիտի վազենք, որ հասնենք, մեր պակասը պիտի լրացնենք, չէ։ Ուրեմն ավելի լավ է ասում է դանդաղ գնա, երկար կհասնես, չէ։ Երկար ճանապարհ գնաս, երկար է մեր ճանապարհը, երկնքից երկինք, պիտի դանդաղ գնանք, որ հասնենք։ Ամեն։